Տեղյակներ ունեցող բիզնեսմենները եւ մարդիկ, ովքեր որ ունեն 300 միլիոն դրամից ավել տեղյակ, տուն, առանձնատուն, պետք է վճարեն գերհարկեր։ Ժողովուրդ ջան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, եւ ես ասում եմ, որ մինչ գերհարուստները տեղյակները տեղյակների վրա են կառուցում, քշում են լյուքս թանկարժեք ավտոմեքենաներ, ստանում են գերշահույթներ Հայաստանում բիզնես անելով, սովորական քաղաքացիները օր ու գիշեր աշխատանք են ման գալիս եւ մի կտոր հացի համար կռիվ են տալիս։ Սա անարդար է եւ մենք 30 տարուց ավել ունենք անարդար պետություն, որը ոչինչ չի անում։ Մեր կուսակցությունը, Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը, առաջարկում է հետեւյալը, որ գեր շահույթ ստացող ընկերությունները եւ բիզնեսմենները պետքա վճարեն գերհարկեր, ինչպես որ արևմուտքում է եւ մնացած զարգացած երկրներում, որ տեղյակներ ունեցող բիզնեսմենները եւ մարդիկ, ովքեր որ ունեն 300 միլիոն դրամից ավել տեղյակ, տուն, առանձնատուն, պետք է վճարեն գերհարկեր, ինչպես որ զարգացած երկրներում է նույնպես։ Թանկարժեք լյուքս ավտոմեքենաներ քշողներ պետք է վճարեն վճարներ, հարկեր դրա համար։ Եվ սա նորմալ է։ Միայն այդպես մենք կարող ենք ստեղծել արդար պետություն։ Եվ դրանից հետո ձևավորվում է սոցիալական արդարության հիմնադրամ, որտեղ ուղղվում են այդ գումարները, եւ հետո պետությունը արդար բաշխում է դա սոցիալապես անապահովներին, թոշակառուներին դեղորայքի համար եւ այլն եւ այլն։ Այսինքն սա է կոչվում արդար հասարակություն, արդար պետություն։ Ժողովուրդ ջան, սոցիալական արդարությունը եւ արդարությունը առասարակ դրանք լոկ խոսքեր չեն, պոպուլիզմ չէ։ Դա իրականություն է, որը մենք պետք է միասին կերտենք։ Ուրիշ տարբերակ չկա, Ժողովուրդ ջան, ուրիշ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ բաժնորդագրվեք իմեջին։